Ես չեմ կարծում, որ մի մարդ, որ ուզուրպացրել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այդ մարդուց ազատվելու գործընթացը որևէ կերպ կարող է համարվել սահմանադրության խախտում։ Հակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, ընտրված վարչապետի պարտավորությունն է հայ առաքելական եկեղեցի ուզուրպացրած եւ այդտեղ գտնվելու իրավունք ունեցող կանց դուրս անել այնտեղից եւ շատ շուտով դա տեղի կունենա։ Ինչպես է տեղի ունենա։ Շատ շուտով տեղի կունենա։ Զորով եք անելու, բռնի ուժով եք անելու, ճնշումով եք անելու բեափարին, որովհետեւ ինքը ասում է, որ այս պայքարը ըստ էության անարդյունք է լինելու։ Չի կարող եթե իր հույսը իր եղբայրն է, ով խորհրդային միության KGB-ի ագենտ է, ապա հերթական անգամ այդ շրջանակներին եւ այդ մարդկանց, ովքեր նրանց հույս են տվել, նրանց սպասում է հիասթափություն, որովհետեւ հավատավոր ժողովուրդը այստեղ է եւ հավատավոր ժողովուրդը ասում է, որ Կտրիչ Ներսիսյանը, ով իրավունք չունի լինել կաթողիկոս, պետք է դուրս վռնդվի վեհարանից եւ դա տեղի կունենա։ Ցանկացած ուզուրպատոր, ով ուզուրպացրել է որևէ իշխանություն, այդ թվում նաեւ հոգեվոր իշխանություն, դա այս ժողովուրդը դա չի կարող հանդուրժել եւ շատ քիչ է մնացել այդ մարդկանց։ Հավատավոր ժողովրդի նաեւ հապարի կողքին ենք տեսնում մի աջակցություն նրան։ Գա օրը կիմանալ։